Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն, օր սեպտեմբերի 17։ 10 պատվիրանները։ Ամերիկացիների մեծ մասը գիտեն, որ Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը արգելել է 10 պատվիրանների ցուցադրումը բոլոր կառավարական դատարաններում։ Այս կարևոր որոշումը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներում, բայց ինչ է նշանակում այս որոշումը։ Դատարանը այն վայրն է, որտեղ օրենքները կիրառվում են։ 10 պատվիրանները ներկայացնում են Աստծո բարոյական օրենքը, որը երբեք չի սասանվում կամ փոփոխվում։ Այն նույնքան անփոփոխ է, որքան ձգողականության օրենքը։ Եթե դուք խախտեք այս օրենքը, դա կնմանվի բարձրահարկ շենքից ցատկելուն։ Դուք կարող եք ժխտել, որ այս օրենքը ազդում է ձեզ վրա, բայց հետևանքները անխուսափելի են։ Պարզ ասած, 10 պատվիրանները Աստծո կողմից կերտված հավերժական օրենքներ են հասարակությունը ինքն իրեն ոչնչացնելուց պաշտպանելու համար։ Սակայն զարմանալիորեն, ավազով մաքրման շատ ընկերություններ այժմ զբաղվում են այս պատվիրանները, ինչպես նաև Աստծո անունը ջնջելով, անկախ նրանից, թե դրանք փորագրված են դատարանների մարմարի վրա, թե բետոնի վրա։ Ինչպիսի բացահայտող պատկեր է մեր հասարակության վիճակի մասին։ Այս անփոփոխ օրենքները, որոնք սկզբնապես քարի վրա փորագրվել էին Աստծո մատով, ջնջվում են քարից մարդկային օրենքով։ Որոշ քրիստոնյաներ ասում են. «Ինչ խնդիր կա դրանում։ Մենք օրենքի տակ չենք»։ Ճիշտ է, որ մենք հրեական օրենքի տակ չենք, այսինքն հրեա ռաբբայների կողմից ավելացված 613 լրացուցիչ պատվիրանների, սակայն յուրաքանչյուր քրիստոնյա գտնվում է Աստծո բարոյական օրենքի իշխանության տակ, որը ամփոփված է 10 պատվիրաններում։ Որոշ հավատացյալներ պնդում են. «Մեզ այս պատվիրանների պատկերները պետք չեն, դրանք գրված են մեր սրտերում»։ Ահա թե ինչ է ասում Աստծո խոսքը. «Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատվիրեցի, քո սրտի մեջ լինեն, և կրկնիր նրանք քո որդկանցը, խոսիր նրանց վրա քո տան մեջ նստած ժամանակդ և ճանապարհ գնացած ժամանակդ, և պառկելիս, և վեր կենալիս, և նրանք կապիր նշանի համար ձեռքիդ վրա, նրանք ճակատանոց լինեն աչքերիդ մեջտեղում, նաև քո տան դրանդինքի վրա և դռներիդ վրա գրիր նրանք»։ Բ Օրինաց 6:6-9 խոսքեր։ Աստծո օրենքները անսասան են, նույնիսկ եթե դրանք ջնջվում են հասարակությունից, դրանք գրված են մեր սրտերում։ Ուրեմն, թող որ մեր կյանքը լինի նրա փրկարար ճշմարտության կենդանի վկայությունը։